Ողջունում եմ բոլորիդ, ինչպես նկատեցիք մենք վերսկսում ենք ցուցադրել այն հնարքները, որի հիման վրա նոկաուտի են ենթարկվում բազմաթիվ աշխարհահռչակ մարզիկներ։ Ձեզ հետ է Հայաստանի Կ1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը։ Այսօր այդ ամենը ձեզ կներկայացնենք Կ1-ի հավաքականի մարզիկ եւ Մասիս քաղաքի մասնաճյուղի նախագահ Գևորգ Ստեփանյանի հետ միասին։ Ողջույն Գևորգ։ Արգելի հեռուստադիտողներ, եկեք դիտենք տեսանյութը Կ1-ի 1993 թվականի Գրանպրի առաջնության կիսաեզրափակիչ փուլի, որտեղ Էրնեստո Հյուսթը ձախ ոտքի հայքիք հարվածով նոկաուտի ենթարկեց Մորիս Սմիթին։ Դիտեցինք այդ պահը հիանալի ձախ հայքիք կատարեց Էրնեստո Հյուսթը։ Սխալ նինչումներ Մորիս Սմիթի մոտ։ Շատ մարզիկներ մարտական կետից դուրս գալուց իջեցնում են իրենց ձեռքերը, մտածելով, որ ամեն ինչ ավարտված է։ Հենց այդ սխալն էլ, այդ շանսն էլ օգտագործեց Էրնեստո Հյուսթը ճիշտ պահին։ Արգելի հեռուստադիտողներ, ցուցադրենք հենց այդ պահը, թե ինչպես է տեղի ունենում։ Մարտական կետից մարզիկը ետ քայլ է անում դեպի դուրս, այդ ժամանակ նրա հոգեբանությունում աշխատում է մի միտք, որ ամեն ինչ ավարտվեց։ Պայքարը ավարտվեց եւ ես հնարավորություն ունեմ իջեցնել ձեռքերս։ Դա ամենամեծ սխալն է։ Թեկուզ ետ քաշվելով դու պետք է ունենաս քո հավաքված կեցվածքը, որպիսի ձախ հայքիքը ընդունես փակ կեցվածքով այդ ձեռի այս հատվածով։ Փորձենք ձախ հայքիք հարվածը ընդունել ձեռքի այս հատվածով։ Արգելի հեռուստադիտողներ, ձեզ ներկայացրեցինք այն սխալ հատվածը, որը իրագործեց Մորիս Սմիթը։ Ներկայիս դրությամբ կփորձենք ներկայացնել բացի այդ հարվածից մի քանի կոմբինացիոն տարբեր հնարքներ, որը ավարտվում է ձախ հայքիք հարվածով։ Արգելի հեռուստադիտողներ, բացի այդ հարվածից ձեզ կներկայացնենք մի քանի կոմբինացիոն տարբեր հնարքներ, որը կավարտվի ձախ ոտքի հայքիք հարվածով։ Դիտենք։ Արգելի հեռուստադիտողներ, հուսով եմ մեզ հետ միասին սովորեցիք կոմբինացիոն մի քանի հնարքներ, որոնք տեղի են ունենում Կ1-ի մենամարտերի ժամանակ։ Ձեզ հետ էին Կ1 Արմենիայի հավաքականի մարզիկ եւ Մասիս քաղաքի մասնաճյուղի նախագահ Գևորգ Ստեփանյանը եւ Հայաստանի Կ1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը։ Ցտեսություն մինչ հաջորդ շաբաթ նույն ժամին ATV-ի եթերում։